Եվրո 2012-ի ընտրական փուլում մրցաշարի ավարտից ընդամենը 2 խաղ առաջ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը զգալիորեն բարելավեց դիրքերը B ընտրական խմբում։ Ժիլինայում կայացած Սլովակիա-Հայաստան հանդիպումն ավարտվեց հայ ֆուտբոլիստների տպավորիչ հաղթանակով 4-0 հաշվով։ Հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց ոչ ոքի։ Հաշիվը բացվեց միայն խաղի 58-րդ րոպեին Յուրա Մովսիսյանի խփած գոլով։ Րոպեներ անց հաշիվը կրկնապատկեց Հենրիխ Մխիթարյանը գրավելով Սլովակիայի դարպասի ներքևի անկյունը։ Մրցակցի դարպասին ուղղված Գևորգ Ղազարյանի հարվածը նույնպես հաղթանակով պսակվեց։ Հանդիպման վերջին րոպեներին Հայաստանի ազգային հավաքականի կազմում Արթուր Սարգիսովը խփեց իր առաջին գնդակը, փառահեղ հաղթանակ բերելով Հայաստանի հավաքականին։ Счет до разгромного 4-0 в пользу Армении. Отличное подспорье для российской сборной. Արդյունքում Հայաստանը 14 միավորով հավասարվեց Սլովակիայի հավաքականին եւ խմբի առաջատար Ռուսաստանին զիջում է ընդամենը 3 միավորով։ Երկրորդ տեղում Իռլանդիան է 15 միավորով։ Լավագույն եռյակը եզրափակում է Հայաստանը։ Կապանի Գանձասար ֆուտբոլային ակումբի մարզիկներն ու մարզիչները ուշով հետևում են հավաքականի ելույթներին։ Հավաքականի հաղթական հանդիպումները նրանց համար անկասկած տպավորիչ ու ոգևորող են։ Շատ տպավորված եմ անձամբ ես, որովհետեւ մեր հավաքականը փայլուն խաղ անցկացրեց եւ գերազանց խաղ ու գերազանց ֆուտբոլ հիանալի էր նաեւ արդյունքը 4-0-ն այսօրվա դրությամբ ուրեմն մենք ցույց տվեցինք մեր հավաքականը ցույց տվեց որ մենք անգամ ես գտնում եմ այս խաղից հետո որ մենք արժանի ենք լինելու եզրափակիչ փուլում եթե մենք կարողանում ենք այսպիսի ֆուտբոլ խաղալ ուրեմն մենք իրոք արժանի ենք, որովհետև նայելով մեր խմբի խաղերը, բոլորը գրեթե ոչ մեկ այսպիսի դիտարժան ֆուտբոլ չի խաղացել, բացի Հայաստանից։ Սլովակիան էլ, ասենց ասած, ինչ-որ թույլ թիմ չի եղել, ավելի կարծում եմ հզոր է, քան ինչ-որ Իռլանդիան։ Կարծում եմ մերոնք կհաղթարեն այդ բարիերը, որտեղ Մակեդոնիայի մենք ընդունում եւ գնում ենք Իռլանդիա։ Ռուսաստանն էլ թույլ չի Իռլանդիան էլ, բայց մերոնք ավելի դիտարժան ֆուտբոլ են ցույց տալիս։ Դրա հետ մեկտեղ եթե կա արդյունք, ուրեմն նորից եմ ասում, միմե ողջունելի է եւ կարծում եմ մենք արժան ենք նորից եմ ասում լինենք եզրափակիչ փուլում։ Ու նորից շատ տպավորված էի մեր խաղով, բայց դա հենց այնպես չի լինում, դա տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ մենք այսօր հասել ենք դրան ու ունենք լավ ֆուտբոլ, բայց կարծում եմ դեռ բավականին աշխատանքներ կա բարելավելու եւ առաջ գնալու։ Վերջին շրջանում Կապանի Գանձասարը նույնպես աչքի է ընկնում հաջող ելույթներով։ Ֆուտբոլի հանրապետության բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակում թիմը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը եւ առաջատար Ուդիսից հետ է մնում 2 միավորով։ Գանձասարը ունի, ասենք, այսօրվա դրությամբ բավականին մենք լավ թիմ ունենք ու բավականին լավ ֆուտբոլ ենք խաղում, բայց նորից եմ ասում 9 ամսվա, 10 ամսվա աշխատանքներ ենք կատարել, եթե մենք 10 ամսում կարողացել ենք այսպիսի լավ թիմ ստեղծել, ուրեմն ես վստահ եմ, ոչ թե հուսով եմ, այլ վստահ եմ, որ մենք մոտ ապագայում կունենանք ավելի զորեղ թիմ, որը ի վիճակի կլինի անգամ եվրոպական մակարդակի վրա լուծել, չեմ ասում մեծ, բայց խնդիրներ կարող ենք լուծել։ Ինչ վերաբերում է Գանձասարի ներկա խաղին ու փիլիսոփայությունը, ուրեմն ես միշտ ասել եմ, չնայած մեր հայ ժողովուրդը սովոր է ու ուզում է միանգամից ամեն ինչ, ասենք, լավ թիմ, լավ ֆուտբոլ, չեմպիոն, այստեղ հավաքական է, բայց այնպես չի լինում։ Հետևական աշխատանքներ են պետք դրա համար, որը որ մենք անում ենք ու կառուցողական աշխատանքներ։ Ես առաջնությունից առաջ եմ ասել, որ ինձ համար շատ կարևոր է ունենալ լավ թիմ, այսինքն հիմք, որ մենք կարողանանք այդ հիմքի վրա դնել հետագա աշխատանքները, կառուցողական աշխատանքները։ Եվ ասել եմ հետևյալը, որ եթե մենք կարողանանք ունենանք համ լավ թիմ, համ ինչ-որ հաջողության հասնենք, սա կրկնակի հաջողություն կլինի ինձ համար եւ կարծում եմ ամբողջ ակումբի համար, որը որ այսօր մենք ուզում ենք այդ հարցը լուծենք։ Բայց անգամ եթե ինչ-որ չստացվել, նորից եմ ասում, մենք արդեն բավականին մեծ աշխատանք ենք կատարել եւ բավականին լավ թիմ ունենք ու կարծում եմ ամբողջ
կապանը ոչ թե կապանը Սյունյաց մարզը պետք է հպարտանա այս թիմով եւ ուրախանա։ Այսօր Գանձասարում շատ մեծ աշխատանք տարվեց, այս 9 ամսվա ընթացքում կատարվեց այնպիսի աշխատանք, որ ֆուտբոլիստներին դարձրեց ավելի պրոֆեսիոնալ, ավելի ճիշտ մտածող, ավելի կարելի ասած նրանք կարողացան իրանց պահվածքով, իրանց խաղով ստիպել հասարակությանը գալ մարզադաշտ։ Ֆուտբոլը այսօր դարձել է ժողովրդի մի մասնիկը, այսքան մարդ, այսքան ժողովուրդ, որ գալիս է զուտ գեղեցիկ խաղ, գեղեցիկ ֆուտբոլ նայելու համար, ու իմ կարծիքով ժամանակի ընթացքում մենք ավելի լավ խաղ կցուցադրենք, ունենք այդ պոտենցիալը, միայն մի քիչ ժամանակ է պետք մեզ, որպեսզի կարողանանք ավելի բարձրակարգ խաղ ցույց տալ ու ժողովրդին ուրախացնել։ Ազգային հավաքականի ելույթներով պայմանավորված ֆուտբոլի հանրապետական բարձրագույն խմբի առաջնության խաղերը ժամանակավորապես դադարեցվել են։ Առջևում վճռական խաղեր են, որին թիմը պատրաստվում է ծանրաբեռնած մարզումներով։ Նշենք, որ թիմի ավագ Արթուր Քոչարյանի հետ տարաձայնությունը հաղթվել է եւ նա շարունակելու է հանդես գալ թիմի կազմում։ Ամսի 10-ին մենք առաջնության խաղ ունենք, երրորդ շրջանի վերջի տուրի խաղն է դա, ընդունել ենք Բանանցին, Կապանում, 14-ին ընդունել ենք Փյունիկին, 18-ին խաղալու ենք Ուլիսի հետ դուրսը։ Հիմա եթե ուշադիր լինենք, մենք 8 օրվա մեջ 3 շատ ծանր խաղ ենք խաղալու։ Այսօրվա դրությամբ մենք ունենք խնդիրներ այդ խաղերի հետ կապված։ Ունենք կադրային խնդիրներ, որովհետև գրեթե ամեն խաղին մեր 3-4-5 ֆուտբոլիստներ դուրս են մնում մյուս խաղի համար։ Ինչի հետ է կապված է բազմաթիվ դեղին կարմիր քարտերի հետ, որը որ մենք ստանում ենք ամեն խաղին։ Դրա համար խնդիրները առկա են։ Իսկ Գանձասարը դեռ այսօր չունի այդ ռեզերվը, որը որ ես կարողանամ, ասենք, մեկ ֆուտբոլիստ դուրս ամնում հիմնական կազմին, կարողանամ մյուսին դնել եւ հավասար չափ ֆուտբոլ ցուցադրի ֆուտբոլիստը։ Դրա համար մենք ունենք բազմաթիվ խնդիրներ։ Այս 3 խաղը կարծում եմ, որ որոշիչ կլինի, որովհետև եթե նկատեցիք խաղում ենք գործող չեմպիոնի հետ, խաղում ենք փոխ-չեմպիոնի հետ եւ խաղում ենք այսօրվա դրությամբ չեմպիոնի առաջի ավագնորդի հետ, որը որ ես միշտ նշում եմ, այդ Ուլիսն է։ 3 ծանրագույն խաղ։ Բայց մենք պետք է բոլորս կարողանանք դիմակայել այդ ամեն ինչին ու կարծում եմ պետք է մեր երկրի կապագուները եւ ժողովուրդը այս 2-3 խաղին ավելի շատ մեզ հետ լինեն, մեր մեջքին լինեն, աջակցեն թիմին, ինչպես եղել է, ավելի շատ մարդ լինի ստադիոնում ու անկախ նրանից ինչ արդյունք կգրանցվի, ոչ մի փոփոխություն պետք է չլինի, այսինքն պետք է նպատակային աշխատանք ու ուղղվածություն լինի։ Բարձրագույն խմբում հանդես եկող Գանձասարից բացի ակումբն ունի եւս 9 թիմ։ Ակումբը նպատակ ունի զարգացնել մանկապատանեկան ֆուտբոլը եւ դրան ուղղված հստակ քայլեր է ձեռնարկում։ Կառուցվում է մարզաբազա, որտեղ իրենց մարզումները կկարողանան անցկացնել ակումբի մանկապատանեկան թիմերը։ Կառուցվող մարզադաշտերը ամբողջությամբ համապատասխանում են UEFA-ի չափանիշներին։ Այսօրվա ժամանակի պահանջ է, որ ամեն ակումբ, ցանկացած ակումբ պետք է ունենա լավ մարզաբազա, լավ հիմքեր պետք է լինեն։ Եվ մեր այս մարզաբազան հենց նպատակը ստեղծումը մեր ղեկավարությունը շատ ճիշտ մոտեցավ ժամանակին, պահին եւ պահանջներին։ Այսօրվա ֆուտբոլի զարգացումը պահանջում է միայն այս ձևի մոտեցում։ Եվ շնորհակալություն նրանց, եւ այս մարզաբազաների հիմնական նպատակը նա է մանկապատանեկան ֆուտբոլին մեծ ուշադրություն դարձնելը։ Իսկ դրա համար իրոք պետք են որակով, կանոնավոր եւ դաշտեր, եւ գույք, եւ մասնագետներ, եւ այսօր մեր ակումբը կամաց ինտեգրվում է միջազգային ֆուտբոլին, միջազգային ակումբային ֆուտբոլին, աշխատում ենք ամեն ինչով մոտենալ եվրոպական եւ ինչու՞ չէ, թող շատ բարձր չի միջազգային ֆուտբոլի ռիվ կառուցվածքին։ Ակումբի նպատակը դա է։ Այստեղ տեսնում եք 2 արտեն դաշտ, որոնք կառուցման ավարտին են։
իսկ երրորդ դաշտը մեր հիմնական դաշտը ունենալու ենք մի քիչ աճ ինձանից, այնտեղ ուրեմն նպատակահարմար են գտնում մեր ղեկավարները, որ պետք է լինի արհեստական դաշտ, որը եղանակային պայմաններից, կապրիզներից հեռու է լինելու, որը թույլ է տալու միջև թեկուզ եւ ձմեռը մարզումներ անցկացնել եւ գիտեք մի ղափանը հետաքրիր բան ունենք հիմնական դաշտ, որտեղ անց են կացվում բարձրագույն խմբի խաղերը։ Այսօր ոչ մի ակումբ երևի թե մարզում չի անցկացնում այն հիմնական դաշտում, որտեղ խաղերն են անցկացվում, բայց քանի որ մենք ծանրաբեռնվածությունը պետք է իջեցնենք այդ հիմնական դաշտի, կարիք եղավ մտածել նոր մարզաբազայի մասին։ Առաջին խմբում հանդես եկող Գանձասար 2-ի գլխավոր մարզչի պարտականությունը ստանձնել է նոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը, ով միաժամանակ համակարգելու է նաև մանկապատանեկան ֆուտբոլը։ Ամեն ինչի հիմքը մանուկներն են եւ մանկապատանեկան դպրոցն է։ Ընդհանուր ծրագրերը, երբ որ մենք եկանք ստեղ, տեսնում ենք ինչպես է գեղեցիկ պայմաններ աստեղ ստեղծված, ահռելի աշխատանք են մարդիկ կատարել, մեծ ուշադրություն են դարձնում զարգացման մասին, որովհետև իրոք եթե մենք ուզում ենք Գանձասար ֆուտբոլային ակումբը բարգավաճի, առաջինը մենք մանուկներից պետք է երեխաներից։ Ամեն ինչի հիմքը մանկապատանեկան սպորտ դպրոցն է։ Աշոտ Բարսեղյանի խոսքով ստեղծվել են բոլոր պայմանները բարձրակարգ ֆուտբոլիստներ պատրաստելու համար, որոնք հետագայում կհամալրեն բարձրագույն խմբի կազմը։ Եթե մենք մեր կադրերը կարողացանք որոշ ժամանակ հետո աճացնենք, արդեն էլ հարկ չի լինի օտարներ, օտարերկրացիներ գլխավոր թիմ հրավիրելու եւ մենք մեր նպատակ ենք դրել, որպեսզի մի քանի տարի հետո մեր կադրերով կարողանանք ելույթ ունենանք։ Մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելու համար առաջինը առողջ սերունդ դասիրակելն է։ Գիտեք ինչ, մենք կարող է 3-400 հատ երեխա ունենանք, բայց դրանցից շատ քիչ տոկոսը ֆուտբոլիստ դառնան, բայց որպեսզի զբաղվածությունը այդ երեխեքը կան սպորտով զբաղվեն, իրանք 100% լավ մարդ կդառնան, երկրի համար լավ զինվոր կդառնան, ոմանք էլ լավագույններն էլ լավ ֆուտբոլիստ կդառնան։ Այսինքն էսի Աստվածահաճո շատ լավ գործ է կատարվում ակումբի ղեկավարության կողմից, Հովանավորի կողմից եւ պարոն Արաքելյանը, որ ոչինչ չի խնայում, այսօր ամեն պայման ստեղծել է մարդը, որպեսզի մենք կարողանանք մեզ համար պայմանները ստեղծել է, որպեսզի կարողանանք ճիշտ աշխատենք, հանգիստ աշխատենք ու մեր ուղղվածությունը մենակ լինի զարգացնենք ֆուտբոլը Գանձասարում։ Ասեմ, Գանձասար 2-ը Գանձասարի դուբլ, այսինքն դուստր թիմն է։ Մեր նպատակը մենք sense մի փիլիսոփայություն պետք է ունենանք, որ անգամ 12, 13, 10 տարեկան երեխաներ երբ որ խաղում են, մեր նպատակը չպետք է լինի անպայման հաղթելու համար։ Մենք պետք է իրանց ուսուցանենք առաջինը։ Նույնը դուստր թիմը, մեր նպատակը ոչ թե տեղեր գրավելն է, այլ բարձրագույն խմբին ֆուտբոլիստներ, որակով ֆուտբոլիստներ պատրաստել է։ Եթե մենք ընկնենք արդյունքի այսօր հետևից, այդ երեխեքի որակները հետագայում մենք կարող անենք։ Դրա համար Գանձասար 2-ի նպատակը անգամ մեկ ֆուտբոլիստ, երբ ամեն տարի եթե կարողանանք մենք լավ ֆուտբոլիստ պատրաստենք Գանձասար 1-ի համար, գլխավոր թիմի համար, դա արդեն հենց արդյունքը համարվում։ Իդեպ, ակումբը շարունակում է կատարել 6-ից 11 տարեկան պատանի ֆուտբոլիստների ընդունելություն։ Ֆուտբոլասերներին նաև տեղեկացնենք, որ առաջիկա շաբաթ սեպտեմբերի 10-ին ժամը 17-ին Կապանի մարզադաշտում տեղի է ունենալու Հայաստանի ֆուտբոլի առաջնության Գանձասար Բանանց հանդիպումը։